Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք նորալուսնի մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, Հայաստանի ժամանակով ժամը 10:47 Որոշ երկրներում դեռ կլինի լուսինը աղեղնավոր նշանում, որոշ երկրներում կլինի լուսինը կարիճ նշանում։ Համենայն դեպս կարիճի վերջն է, աղեղնավորի սկիզբը։ Ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, կարող եք փնտրել այդ հատվածը, այդ գիծը, անցումը եւ նայել թե որ տանն է ընկնում եւ ուշադրություն դարձրեք կարիճի 28 աստիճանը եւ դրանից արդեն հետո։ Տեսեք որ տան մեջ է ընկնում եւ միայն նայեք այդ տան հետ կապված կանխատեսումը։ Իսկ ովքեր որ չգիտեն իրենց քարտեզը, կարող եք, եթե գիտեք ձեր ասցենդենտը, ապա կարող եք նայել ձեր ասցենդենտով եւ դրանից նաեւ հետո նշանը, որովհետեւ հավանականությունը շատ մեծ է, որ կամ ասցենդենտով լինի ավելի ճիշտ կամ դրանից հետո։ Իսկ ովքեր բացարձակապես չգիտեն իրենց քարտեզը, ապա լավ կլինի նայեք արևային նշանով։ Եթե գոնե գիտեք լուսնայինը, գոնե լուսնայինն էլ հետը նայեք։ Եվ կարիճի մութ եւ ինքնաճանաչողական էներգիայից ի տարբերություն աղեղնավորի, նորալուսինը բացում է մեր առջև նոր ցիկլ, որը առաջնորդվում է իմաստի, իմպուլսի, ոգևորության, ուսուցման, անձնական աճի եւ լայն հորիզոնների նկատմամբ։ Մարդիկ կփնտրեն արդեն նոր հորիզոններ, այնպես կանեն, որ իրենց նոր գիտելիքներ ձեռք բերեն, որ աճեն, անձնապես մարդը աճի, նոր կյանքի իմաստ կորոնեք, կփնտրեք, կգտնեք նաեւ։ Նոր ինչ-որ մի բան է, հա, ոմանք կցանկանան սովորել, ոմանք հենց ուղղակի գիտելիքներ ձեռք բերեն հենց իրենց համար, որ իրենք ավելի հասուն Երևան, ավելի իմաստուն Երևան, իսկ ոմանք էլ հենց պարզապես որովհետեւ մասնագիտություն կարող եք ուղղակի ընտրել այդ մասնագիտությունը։ Լուսինը բավականին հեռու է գտնվելու, կոչվում է միկրոնորալուսին, որովհետև բավականին հեռու է, մոտավորապես 405,000 կիլոմետր հեռավորության վրա։ Կարող եք շատ չնչին տեսնել, հատկապես կարելի ասել առավոտյան։ Իսկ երեկոյան, եթե ավելի ուշադիր նայեք կամ որևիցե ինչ-որ սարքով, ապա այդ ժամանակ նոր կկարողանաք տեսնել իրեն շատ չնչին լույսը։ Եվ այս նորալուսնի ժամանակ նաև միացում ունի Մերկուրիի հետ, այն էլ հետադարձ Մերկուրիի հետ։ Աղեղնավորը, եթե վերագրենք աղեղնավորին, որովհետև արդեն անցնում է աղեղնավոր նշան, հատկապես որոշ երկրներում եւ աղեղնավոր է, ոմանք կարող են գայթակղվել ճանապարհորդությունների համար, ոմանք հենց իրոք ցանկանան գնալ, եւ նշեմ, որ հետադարձ Մերկուրին ոնց որ կսկսի խանգարել ձեզ, որպեսզի այդ ճանապարհորդությունը իրականացնեք։ Դե ինչպես միշտ։ Բայց նաև լուսինը լավ միացումներ ունի Պլուտոնի, Սատուրնի, Նեպտունի եւ Յուպիտերի հետ։ 4 ամենահզոր մոլորակների հետ նա շատ լավ միացում ունի։ Դրա համար ձեզ մոտ ավելի ուժեղ այդ ցանկությունը կլինի, որ նոր բան մտցնեք ձեր կյանք։ Սատուրնը ձեզ ոնց որ ավելի կբերի ռեալ կյանք եւ ձեր բոլոր այն ցանկությունները, որոնք որ դուք ունեք, ավելի ռեալ կմոտենաք այդ ցանկություններին։ Պլուտոնը ավելի շատ կնպաստի, որպեսզի աշխարհի մասին ավելի ուրիշ ձև ընկալեք, այդ թեկուզ վերափոխման հետ կապված, որովհետև Պլուտոնը դա ամեն ինչ վերափոխում է, ամեն ինչ առհասարակ Պլուտոնի հետ միացումները, հատկապես լավ միացումները, դրանք կյանքի նոր իմաստ են տալիս եւ նոր հնարավորություններ։ Դուք պետք է ուղղակի կարողանաք որսալ այդ հնարավորությունները եւ հիմա այս նորալուսնի ժամանակ, հատկապես երբ որ մարդիկ ուզում են, որ ամեն ինչը սկսեն, եթե վերագրենք աղեղնավորով թեկուզ եւ ինչու՞ չէ, կարիճը ավելի շատ կարող եք ոգևորվել, ավելի շատ գայթակղվել, բայց աղեղնավորով միայն առաջ գնալ։ Եվ հենց Պլուտոնը կստեղծի այդ հնարավորությունը հատկապես այս լավ միացմամբ։ Նեպտունը ավելի շատ ինտուիցիան կզարգացնի, իսկ Յուպիտերը հենց աղեղնավորի հովանավորն է, կառավարիչն է,
կառավարում է աղեղնավորին, կուժեղացնի ավելի լայն պատկերը տեսնելու, ավելի խորը հասկանալու և ներքին ներդաշնակությունը վերականգնելու կարողությունը։ Բայց մենք ունենք նաև ուրանի հետ լարված միացում, որն էլ որ կարող է պարզապես ինչ-որ պահի անակնկալներ ունենաք, հանկարծակի նորություններ ստանաք, անկայուն ոչ հաճելի կարելի այդպես ասել, ոչ ռեալ նաև տեղեկատվություն, ծրագրերը կարող են փոփոխվել, նաև եթե ինչ-որ բաներ եք որոշում, ինչ-որ նպատակներ եք դնում ձեր առջև, նա կարող է անսպասելի ձեր մտքերը փոխել և դուք փոխեք ձեր ծրագրերը։ Սա մի տեսակ իրոք հակադրվում է, որովհետև աղեղնավորը դա սիրում է առաջ գնալ, կարիճը նույնպես գլխի վայր կարող է գնալ առաջ, բայց ոնց որ դիմացը ինչ-որ պատեր կան, որոնք որ պետք է ուղղակի կարողանաք ճեղքել, որպեսզի գնաք առաջ։ Դե այսպես թե այնպես հետադարձ Մերկուրին թույլ չի տա, որ ինչ-որ բաներ փորձեք անել առաջ։ Շատ է լինում, որ նորալուսնի այն ժամանակահատվածում, երբ որ պետք է մարդիկ ինչ-որ բաներ սկսեն, հենց այդ ժամանակահատվածում Մերկուրին է լինում հետադարձ և մարդը ոնց որ ստիպված է լինում կանգ առնել, որովհետև հնարավոր չէ ինչ-որ նոր բան սկսել, որովհետև սկսելուց հետո պետք է ինստինկտյան կանգնեցնել, որովհետև երբ որ Մերկուրին ուղղահայաց լինի, այսպես թե այնպես պետք է կանգնեցնեք։ Եվ եթե նայենք կարիճով, ապա կարիճը սիրում է, որ մարդը խորանա, մտնի այն ամենահատակը, տեսնի ինչ է սպասվում իրեն, ինչ պետք է անի սա անելու համար, ինչ որ մտնում է շատ խորքեր, իսկ աղեղնավորը ավելի մարդու ոնց որ բարձրացնում է վեր, որպեսզի ավելի լայնորեն հասկանա ամեն ինչ, ինչը որ ինքը ուզում է ձգտել, ինչ որ ուզում է անել։ Շատ մարդիկ, եթե ինչ-որ արգելքներ կամ սահմանափակումներ ունեիք, կամ ինչ-որ մի գործողություն եք ուզում անել և տեսնում եք այնտեղ, որ ինչ-որ սահմանափակումներ կան, այս նորալուսնից հետո այդ սահմանափակումները ձեր ներսից կհանեք, այլևս չեք ոնց որ պարզ կտեսնեք ձեր դիմացը և ինքն է ձեզ և չեք սահմանափակի և ձեր գաղափարները, ձեր այդ նոր սկսվող ինչ-որ կյանքը, որովից է մարդիկ կարող են լինել, նոր կյանք սկսեն, նոր բիզնես սկսեն, նոր աշխատանք, ինչ-որ մի նոր գաղափար կարող է ծնվել ձեր մոտ և ոնց որ մարդը տեսնում է, որ ինչ-որ սահմանափակող մի բան կա և այս նորալուսնից հետո դուք այդ ոնց որ դռները կբացեք և կհասկանաք, որ սահմանափակող ոչինչ չկա այս պահին։ Եվ հետադարձ Մերկուրին է ձեզ կստիպի վերանայել ձեր ծրագրերը նախքայինը, որ սկսեք, որովհետև եթե աննշան սխալ անեք, դա հետո անընդհատ կրկնվելու է և կարող է դժվար լինել դա ուղղել։ Սա գիտեք որ պահն է, որ մարդը հետադարձ Մերկուրի ժամանակ օրինակ բացում է ռեստորան և ընդունում է մի խոհարար, ով որ իրենից գլուխ չի հանում ոչինչից, կամ աղի է պատրաստում կամ անալի և իր համար դա հիանալի է, և այդ հաճախորդները այս հետադարձ Մերկուրի ժամանակ եկան, կերան, տեսան, որ այդ ռեստորանը հիմարություն է, նորմալ ուտելիք չի տալիս, վերջ անունը դուրս եկավ և այսպես թե այնպես ուղղահայաց լինելու դեպքում մարդիկ այլևս չեն մտնի այդ ռեստորան և ստիպված կլինի նա փակել։ Դրա համար հիմա ճիշտ ժամանակն է ուղղակի վերանայել մի հատ յուրաքանչյուր ծրագիր, որովհետև այսպես թե այնպես հետո աղեղնավոր նշանում է լինում լուսինը և այն երբ որ պետք է սկսել ամեն ինչ, երբ որ լուսնային երրորդ օրն է տեղի ունենում, այդ ժամանակ արդեն լուսինը գտնվում է աղեղնավոր նշանում և դուք ինստինկտյան կցանկանաք այն առաջ մղել, բայց մի պահ ձեզ կանգ առեք և փորձեք ամեն ինչը վերահաշվարկել, վերանայել ձեր մտադրությունները, ստուգել բոլոր տեղեկատվությունները և եթե ինչ-որ մի բան էլ ձեզ կասեն, անպայման ստուգեք, դուք ինքներդ ստուգեք, ճիշտ է դա արդյոք թե ոչ, հետո նոր ինչ-որ մի բան սկսեք։ Եվ այս նորալուսնի ժամանակ շատ կարևոր կլինեն այս օրգանները, պետք է ուշադրություն դարձնեք, ես միշտ եմ ասում սա, լյարդը, սրբոսկրը, ազդոսկրը, պոչի ոսկորը, կոնքի մկանները, կոնքի հոդը, գոտկային ողնաշարը և գոտկային մկանները։ Այս օրգանները շատ զգայուն կլինեն այս նորալուսնի ժամանակ։
Եվ եւս երկու բառ էլ ասեմ այգեգործության համար, այս նորալուսնի ժամանակ կոչվում է տերևային օր, որովհետև այն գտնվում է ջրային նշաններում, եւ երբ որ լուսինը գտնվում է ջրային նշաններում, հատկապես նորալուսինը տեղի ունենում, ապա պետք է անպայման տերևավոր բույսերին ուշադրություն դարձնեք, որովհետև ազդում է այս եղանակը արմատային բույսերի վրա։ Միգուցե ինչ-որ բաներ սխալ եմ ասում, որտեվ ես այդքան էլ չեմ հասկանում այգեգործությունից, այն ինչ որ տեղեկատվությունը կա, ես այդպես եմ ասում, դուք ինքներդ արդեն մոտապես գիտեք, թե ինչի մասն է խոսքը։ Տերևների եւ ցողունների վրա է ազդում։ Դա ավելի շատ աղցաններն է, սպանախը, կաղամբը, որոշ խոտաբույսեր, անանուխ, ռեհան, նեխուր, արտիճուկ, կաղամբ, ծաղկակաղամբ եւ այլն, այն ինչ որ ինքը տերևային է։ Եվ պետք է հասկանալ այն ինչ որ հիմա սկսեք կամ կավարտվի մինչև լիալուսին, կամ կավարտվի նաեւ, այսինքն արդյունքները կտեսնեք իհարկե 6 ամիս հետո, երբ որ լիալուսին տեղի կունենա եւս կարիճ նշանում։ Բացի դա էլ, եւ 15 օր հետո կարող եք տեսնել արդյունքները։ Դե մինչև ամսվա վերջ լինելու է շատ վատ է, մինչև ամսվա վերջ լինելու է Մերկուրին հետադարձ, դրանից հետո եւս մի քանի օր ունեք, որպեսզի ինչ-որ գործեր սկսեք։ Իսկ հաջորդ նորալուսինը լինելու է դեկտեմբերի 20-ին։ Եվ ովքեր կզգան այս նորալուսինը, ովքեր որ ծնվել են նոյեմբերի 17-ից մինչև 23-ը, եւ ում ասցենդենտը 25 աստիճան կարիճից մինչև 30 աստիճան կարիճ են նաև 1-2 աստիճան աղեղնավոր։ Իսկ հիմա արդեն անցնենք բոլոր նշաններին, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք նայել։ Սեղմում եք այդ ժամերի վրա եւ անմիջապես կբացվի էկրանին ձեր նշանի տեսանյութը։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, հնարավոր է ստանաք ֆինանսների հետ կապված որևէ փաստաթուղթ կամ վարկեր ձևակերպեք։ Ոմանց ամուսնու կամ կնոջ մոտ նոր եկամտի աղբյուր կսկսվի, կամ ընտանիքի անդամներից մեկի մոտ, եթե ամուսնացած չեք։ Եթե հարցեր կային թոշակի, երեխայի գումարի, ալիմենտի հետ կապված, եւ եթե այդ ամենը կանգնած էր, ապա հիմա այն տեղից կսկսի շարժվել, բայց մի փոքր պետք է սպասեք, այսպես թե այնպես Մերկուրին է հետադարձ։ Ոմանք էլ կարող են ստանալ ժառանգություն կամ կսկսեք ձևակերպել ժառանգության հետ կապված հարցերը։ Ոմանք նաև կարող են սկսել այցելել հոգեբանի մոտ, որպեսզի հաղթահարեք ձեր վախերը, կամ դուք ինքներդ կցանկանաք ուսումնասիրել հոգեբանություն, նաև սովորել։ Կսկսեք համագործակցել, նաև ծանոթանալ որևէ մեկի հետ, ով կարող է ձեզ գայթակղել։ Դա կարող է լինել չպլանավորված հանդիպում, ծանոթություն, եւ կարող եք սկսել ակտիվ ինտիմ կյանքով զբաղվել, ապրել։ Կստանաք մեծ գումարներ պետությունից, վարկեր կամ ժառանգություն։ Հնարավոր է մարգարեական երազներ տեսնեք, որևէ խորհուրդներ ստանաք այդ երազների միջոցով։ Ավելի շատ հետաքրքրի ձեզ օկուլտիզմը, էզոտերիկան, տարոն։ Նորություններ կիմանաք ֆինանսական հարցերի վերաբերյալ, դա կարող է լինել բանկից, ապահովագրական ընկերությունից կամ ինչ-որ վճարումներ կատարելու համար։ Եթե պարտքեին ձեզ, հնարավոր է վերադարձնեն այն։ Եթե ցանկանում եք փոփոխության ենթարկել ձեր մարմինը, ձեր արտաքին տեսքը, ապա կարող եք անել այս նորալուսնի ժամանակ։ Հարգելի ցուլեր, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 7-րդ տանը։ 7-րդ տունը դա մեր երկրորդ կեսի, գործընկերոջ, թշնամիների, դատական գործերի տունն է, որոնք կապված են ամուսնալուծությունների հետ նաև, ինչպես նաև փոքր բիզնեսի տունն է եւ այս ոլորտները կարող են լինել ձեզ մոտ առաջին տեղում։ Նոյեմբերի 20-ից հետո կարող են լինել ավելի շատ հանդիպումներ ձեր սիրելիի հետ, ավելի շատ շփվեք միմյանց հետ, եւ այդ հանդիպումներն ու խոսակցությունները կանցնեն շատ թեթև։ Կարող են լուծվել անձնական խնդիրները, որոնք առկա են ձեր հարաբերություններում։ Եթե ձեր երկրորդ կեսի հետ շփում չկար, ապա նա կարող է հանկարծակի կապի դուրս գալ եւ ասի ինչ-որ որոշման մասին, որը կլուծի որևէ կոնֆլիկտ կամ իրավիճակ։ Կամ ինչպես դուրս գալ դժվարին իրավիճակից։
Ովքեր միայնակ են, ապա հնարավոր է հանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Ովքեր բիզնեսով են զբաղվում, ապա կկարողանաք գտնել գործընկեր և լավ օգնականներ։ Դուք կարող եք նաև բացել ձեր սեփական բիզնեսը, կարող եք բացել որևէ գործընկերոջ հետ։ Հնարավոր է նաև ավելի շատ հաճախորդներ ունենաք այս 2 շաբաթվա ընթացքում։ Ոմանք կստանան ամուսնության առաջարկ կամ դուք կանեք, ոմանք էլ կպատրաստվեն հարսանիքի կամ ձեր հարազատներից որևէ մեկի հարսանիքին։ Կարող են լինել նաև նշանադրություններ, հաճելի շփումներ մարդկանց հետ։ Լինում են իհարկե երկրորդ երեխա, ովքեր որ ցանկանում են, ապա կարող եք ունենալ երկրորդ երեխա։ Եվ շատերի մոտ ավելի կամրանա իրենց ընտանիքը և ընտանեկան հարաբերությունները։ Հարգելի եգօրյակներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 6-րդ տանը, դա առողջության, ամենօրյա գործերի և աշխատանքի տունն է։ Նաև տնային կենդանիների տունն է և այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Շատ աշխատանք կունենաք, շատ արդյունավետ դրանք կլինեն։ Ցանկացած առաջադրանքի հետ դուք հիանալի կկարողանաք գլուխ հանել։ Ոմանց մոտ հնարավոր են նոր պարտավորվածություններ լինեն։ Ոմանք նոր աշխատանք կգտնեն, կանցնեն նոր աշխատանքի կամ նոր աշխատանքային առաջարկներ կստանաք։ Առողջական վիճակի լավացում կլինի, եթե պետք է կատարեք որևէ պրոցեդուրա կապված առողջության հետ, ապա ևս շատ լավ կանցնի։ Ոմանք նոր կենդանի ձեռք կբերեն, շուն, կատու և այլն։ Ոմանք նոր պայմանագիր կկնքեն կամ կերկարացնեն այն, կապված աշխատանքի հետ։ Հնարավոր են նաև նոր գոլեգաներ, նոր տնօրեն ունենաք, ում հետ ավելի հաճելի, հետաքրքիր և ուրախ կլինի։ Եթե նոր աշխատանքի անցնեք, ապա այն ձեզ շատ դուր կգա և այնտեղ ձեզ շատ լավ կզգաք։ Ոմանք էլ կարող են դուրս գալ աշխատանքից, որպեսզի ավելի լավ աշխատանքի տեղավորվեն, կամ սկսեք սեփական գործերը առաջ տանել։ Ոմանք կսկսեն զբաղվել իրենց առողջությամբ, ավելի շատ սպորտով կզբաղվեք, կամ կսկսեք որևէ բժշկական կուրսեր անցնել, բուժվել, կգտնեք անհրաժեշտ բժշկին, որպեսզի բուժվեք։ Ձեր առօրյան կփոխեք, առողջ ապրելակերպ կվարեք կամ կսկսեք դիետա պահել։ Եթե ձեզ հարկավոր են օգնականներ տան մաքրման համար կամ երեխային խնամելու համար, ապա կկարողանաք գտնել իրենց։ Նաև եթե ձեր բիզնեսի համար աշխատողներ եք փնտրում, ապա ևս կգտնեք իրենց։ Հարգելի խեցգետիններ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 5-րդ տանը։ Դա ստեղծագործության, ստեղծագործական իրականացման, երեխաների, ուրախության, խնջույքների և զգացմունքների տունն է, և այդ ոլորտները ձեզ մոտ կլինեն առաջին տեղում։ Հանգստի սկսման, ուրախության ժամանակն է։ Կարող եք շատ ակտիվ կերպով մասնակցել ձեր երեխաներին վերաբերվող հարցերին, ինչ-որ բաներ կսկսեք միասին անել։ Ոմանք նոր հարաբերություններ կսկսեն, նոր հանդիպումներ, ժամադրություններ, ռոմանտիկա, սիրախաղեր և այլն։ Կսիրահարվեք, նոր զգացմունքներ կծնվեն դիմացինի նկատմամբ։ Կկարողանաք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր ընկերների հետ, այցելեք որևէ ակումբներ, ռեստորան, կաֆե։ Վերջապես կարող եք որոշել և լուծել ձեր արձակուրդի հարցերը։ Այն գործերը, որոնք տեղից առաջ չէին գնում, պետք էր ավելի շատ ջանքեր գործադրել կապված ձեր երեխաների և հոբիների հետ, կամ ոգեշնչված չէիք որևէ բան ստեղծագործելու համար, հիմա կունենաք այդ նոր էներգիան վերսկսելու համար, կամ չունեիք շատ ազատ ժամանակ, որպեսզի ձեր հոբիներով զբաղվեիք, հիմա նոյեմբերի 20-ից հետո կունենաք այդ հնարավորությունը։ Նորություններ կլսեք ձեր երեխաների վերաբերյալ և ձեր սիրելիի վերաբերյալ։ Ովքեր զբաղվում են սպորտով, ապա հնարավոր է հաղթանակ։ Ոմանք կսկսեն զբաղվել նոր բաներով, նոր հետաքրքրություններ կունենաք, կամ ձեր հոբին կվերածեք բիզնեսի, կամ կսկսեք զբաղվել այն ամենով, ինչով վաղուց էիք երազում զբաղվել։ Ոմանք արձակուրդ կգնան և դա ձեզ համար հիանալի արձակուրդ կլինի։ Ովքեր հարաբերությունների մեջ են, ապա կթարմանա ձեր հարաբերությունները կամ որևէ նոր ռոմանտիկ պահեր կմտցնեք ձեր հարաբերություններում։ Ոմանք երեխաներ կունենան, կամ կհղիանան, կամ կլսեք, որ ձեր հարազատներից մեկը երեխա է ունեցել։ Եթե վաղուց չէիք տեսել ձեր երեխաներին, ապա կկարողանաք հանդիպել և տեսնել իրենց։ Եթե ունեք ելույթ կամ պետք է ձեզ ներկայացնեք, ապա այն հիանալի կանցնի։
Կարող եք այս 2 շաբաթվա ընթացքում շատ ուրախ պահեր ունենալ, խնջույքների գնալ կամ առիթներ։ 5-րդ տունը նաև հաղթանակի տունն է, կարող եք փորձել նաև լոտո գնել, հնարավոր է շահումներ։ Հարգելի առուսներ, նորալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը դա մեր տունն է, հայրենիքը, ընտանիքը եւ մեր անշարժ գույքը։ Եվ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Նոյեմբերի 20-ից հետո դուք ավելի շատ ժամանակ կկարողանաք հատկացնել ձեր տանը, նաև հանգստանաք։ Ինչ-որ գործեր անեք տանը, վերանորոգեք, սարքեք։ Ավելի շատ շփումներ կլինեն տան անդամների հետ։ Այնինչ առաջ չէր շարժվում, չէր ստացվում կամ փակ էր, սահմանափակված էր կամ հնարավորություններ չկային, ապա հիմա ամեն ինչ կսկսի առաջ շարժվել։ Հատկապես կապված ձեր տան, հայրենիքի կամ հարազատների հետ։ Ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք վերանորոգում սկսեն, կամ որևէ բաներ կփոխեք ձեր տանը։ Կարող եք վաճառել կամ գնել նաև նոր բնակարան։ Սկսել բիզնես, որը կապված է անշարժ գույքի հետ, կամ ընտանեկան բիզնես։ Կարող է տան անդամ ավելանալ, ամուսնանալ ձեր եղբայրը կամ քույրը կամ երեխաներ ունենան։ Կարևոր լուր կստանաք ձեր հայրենիքից, ձեր ընտանիքի անդամներից եւ հարազատներից։ Կարող է ավարտվել տան հետ կապված որևէ հարցեր կամ որևէ փաստաթուղթ ստանաք անշարժ գույքի հետ կապված։ Սեփականության իրավունք, ժառանգություն եւ այլն։ Հնարավոր է ձեր տուն հյուրեր գան եւ մնան այս 2 շաբաթը, կամ հակառակը դուք գնաք հյուր կամ հայրենիք եւ այնտեղ մնաք այս 2 շաբաթը։ Հարգելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 3-րդ տանը։ Դա ուսման, փաստաթղթերի, քույր կամ եղբոր, հարևանների, տեխնիկայի տունն է։ Նաև նոր մեքենայի։ Եվ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում, եւ Մերկուրին այս ոլորտները ձեզ մոտ կարող է կանգնեցնել, որովհետեւ հետադարձ է եւ հենց 3-րդ տունն է պատասխանատու Մերկուրին։ Ոմանք նոր մեքենա կգնեն կամ վերանորոգումը կավարտվի, վերանորոգման կարող եք տալ կամ վերջապես կհասնի ձեզ ձեր մեքենան։ Կարող եք նաև վաճառել, եթե ցանկանում եք։ Հնարավոր են գործուղումներ, բայց ոչ շատ հեռու ձեր տանից։ Ձեզ շրջապատող մարդկանց հետ ավելի հեշտ կշփվեք։ Եթե փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեք, վերջապես այն առաջ կշարժվի կամ նորություն կստանաք կամ որևէ փաստաթուղթ նաև ինչ-որ փաստաթղթի պատասխան։ Կունենաք ավելի շատ շփում ձեր հարևանների հետ։ Հնարավոր է նոր հարևան գա, որը շատ հաճելի կլինի եւ ձեր շփումը կշատանա։ Ովքեր շատ կարևոր փաստաթղթի էին սպասում, ապա կստանաք այն կամ պատասխանը կստանաք, որոշումը նույնպես։ Ոմանք կարող են բացել իրենց սեփական բիզնեսը, սկսեք փաստաթղթերի հետ կապված հարցերով զբաղվել։ Կարող եք ձեր ապրանքը սկսել գովազդել, գործունեությունը մեծացնել։ Ցանկացած կենցաղային տեխնիկա կարող եք գնել նորալուսնից հետո։ Նորություններ կիմանաք ձեր քրոջ կամ եղբոր մասին։ Կարող եք նաև ունենալ քույր կամ եղբայր, կամ ավելի շատ կշփվեք իրենց հետ այս 2 շաբաթվա ընթացքում։ Ոմանք կսկսեն սովորել կամ որևէ կուրսերի հաճախել։ Կարող եք նաև դուք ինքներդ սկսել դասավանդել։ Ոմանք նաև կարող են ճամփորդել, ոչ շատ հեռու իրենց ընկերների եւ հարազատների հետ։ Ովքեր միայնակ են, ապա կարող եք ծանոթանալ սոցցանցերի կամ ձեր ընկերների միջոցով։ Կարող եք նաև ստանալ դիպլոմ կամ կհանձնեք ձեր քննությունները։ Հարգելի կշեռքներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 2-րդ տանը, ֆինանսների, ռեսուրսների, ինքնագնահատականի եւ ձեր ձայնի տան։ Այս ոլորտները ձեզ համար կլինեն շատ կարևոր այս 2 շաբաթվա ընթացքում։ Դուք ունեք շատ հնարավորություն, որպեսզի լավացնեք ձեր ֆինանսական վիճակը։ Ոմանք կարող են գտնել նոր եկամտի աղբյուր։ Կարող եք ստանալ ֆինանսի հետ կապված որևէ փաստաթուղթ։ Կարող եք նաև վճարել ձեր պարտքերը կամ ձեզ կվերադարձնեն ձեր պարտքերը։ Ոմանք կստանան երկար սպասված վճարումները, միգուցե աշխատավարձն էին ուշացնում, ապա հիմա կստանաք այն։ Ցանկացած ֆինանսական հնարավորության դեպքում պետք է անպայման օգտվեք դրանից։ Գործունեության նոր ուղի կգտնեք ձեզ համար։ Կստանաք նոր ֆինանսական առաջարկ։ Հնարավոր է վաճառվի այն, ինչը վաղուց չէր վաճառվում։ Կունենաք ֆինանսական գործարքներ եւ դրանից գումար կստանաք։ Ովքեր երգում են կամ աշխատում իր ձայնի շնորհիվ, ապա որևէ նոր բան կսկսեք։
Կամ կսկսեք ձեր ձայնի միջոցով գումարներ աշխատել։ Կարող եք ելույթ ունենալ, շատ խոսել, ձեզ իհարկե բոլորը կլսեն։ Ոմանք կարող են առաջին անգամ գումար աշխատել կամ գումար աշխատել նոր որևէ գործունեությունից եւ առաջին եկամուտը կլինի։ Ոմանց աշխատավարձը կարող են բարձրացնել կամ բոնուսներ կստանաք։ Կամ կփոխեք ձեր աշխատանքը ավելի բարձր վարձատրվող աշխատանքով։ Ոմանք էլ կսկսեն գումար աշխատել այն գործերից, հոբիից, որը դուք շատ եք սիրում։ Կարող եք նաև ամուսնանալ, երեխաներ ունենալ եւ շատ գումարներ կստանաք։ Եթե մրցույթ ունեք երգելու հետ կապված կամ ելույթի, ապա հնարավոր է հաղթանակ։ Հարգելի կարիճներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր նշանում առաջին տանը։ Դա մենք ենք, մեր կյանքը, մեր տեսքը, կարիերան, ընտանիքը, զուգընկերը։ Այդ ոլորտները ձեզ համար շատ կարևոր կլինեն։ Երբ որ լինում է առաջին տանը, դա վերաբերվում է կյանքի բոլոր ոլորտներին։ Այդ տունը պատասխանատու է ձեր անձի համար, կարող եք փոխել ձեր իմիջը, ձեր տեսքը, մազերը, ամբողջությամբ կարող եք փոխել ձեր ոճը։ Ձեզ համար ասես նոր էտապ է սկսվում։ Կարող եք ստանալ շատ լավ առաջարկներ, հաջողակ պայմանագրեր, գործարքներ կնքեք։ Պահեք ցանկացած երազանք այդ օրը եւ իհարկե ձեր ծննդյան օրը նշեք առավելագույն լավ ձևով։ Եվս էլի կշեշտեմ, որ իմ աստղաբանության ալիքում կա տեսանյութ, որտեղ ասում եմ, թե առաջին 12 օրը ինչպես պետք է նշեք, որպեսզի ամբողջ տարի հիանալի անցկացնեք։ Այս նորալուսինը ձեզ շատ էներգիա կտա, որպեսզի սկսեք ինչ-որ նոր բաներ։ Առաջ տանեք այն գործերը, որոնք կանգնած էին։ Նոր ծանոթություն կունենաք, կփոխվի նաև ձեր կարգավիճակը։ Ոմանք կստանան ամուսնության առաջարկ, կծանոթանաք երկրորդ կեսի հետ, երեխաներ կունենան։ Փոխեք ձեր տեսքը, ձեր մարմինը, սկսեք առողջ ապրելակերպ վարել, սկսեք նոր գործեր, պրոյեկտներ, բիզնես։ Փոխեք նաև ձեր զգեստապահարանը։ Ովքեր այս ընթացքում բավականին շատ էին գայթակղվում կամ վախեր ունեիք ինչ-որ մի բան սկսելու համար, ինչ-որ նորություններ մտցնելու ձեր կյանք, որովհետև սև լուսինը ձեր նշանում էր, ապա շատ շուտով այն դուրս կգա եւ դուք կսկսեք արդեն նորովին նայել կյանքին։ Այդ վախերը կանցնեն ձեզ մոտից, այդ գայթակղությունները նույնպես։ Հարգելի աղեղնավորներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 12-րդ տանը։ Ոմանք կարող են գնալ ճամփորդության կամ երազանք պահեք, ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել, կամ դուք կստանաք երկար սպասված պատասխանը։ Ոմանք էլ կցանկանան արտագաղթել։ Կլինի ավարտ ձեր նախկինում կատարած աշխատանքների կամ իրավիճակի վերաբերյալ։ Այս նորալուսինը ձեր ուշադրությունը կհրավիրի, որպեսզի դուք ի վերջո ուշադրություն դարձնեք ձեզ։ Անցկացրեք որոշ ժամանակ միայնակ, գնացեք հանգստի։ Այն աշխատանքները, որոնք դուք բաց եք թողել այն պատճառով, որ ուժ չունեիք, ժամանակ կամ ռեսուրսներ, այդ գործերին պետք է վերադառնաք։ Դրանք այն գործերն են, որոնք որ դուք սիրում եք անել։ Ձեր փաստաթղթերը կսկսեք դասավորել, ինչ-որ հարցեր վերանայել, նաև որևէ տարածք կարող եք կարգի բերել, գարաժը կամ չուլանը։ Եթե դուք արտագաղթել եք եւ գտնվում եք օտարերկրում, ապա այդ բոլոր գործերը, փաստաթղթային հարցերը շատ արագ կանեք, կավարտեք։ Կցանկանաք ոչ ոքի չտեսնել կամ ոչ ոք ձեզ չտեսնեն։ Կարող եք մեկուսանալ, որպեսզի վերջնական ինչ-որ հարցին լուծում տաք կամ ավարտեք։ Եթե սպասում եք որևէ մեկին, լինի դա կին, թե տղամարդ, կարող է վերջապես գալ։ Կարող եք ստանալ փաստաթղթեր օտար երկիր մեկնելու համար, ոմանք էլ կծանոթանան օտար երկրացու հետ։ Շատ լավ ժամանակ է նաև հոգեբանների համար, կարող եք սկսել նոր գործ կամ առանձին տարածք վերցրեք եւ աշխատեք առանձին։ Եվ առհասարակ ձեր նշանի սկիզբն է լինելու, կարելի ասել այնտեղ 1-2 աստիճան, միևնույն է դուք եւս դա կզգաք։ Ոմանք կարող են շատ մեծ գումարներ ստանալ, կարող են լինել պարտքերը, որոնց մասին դուք մոռացել եք։ Կարող եք հանդիպել այն մարդուն, ում վաղուց էիք փնտրում, բայց չէիք գտնում։ Հարգելի այծեղջյուրներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ Շատ լավ ժամանակ է, ուշադրություն դարձրեք սոցցանցերին, շփմանը։ Ոմանք կարող են նոր գործ սկսել սոցցանցերով կամ կրկին վերաբացեք, սկսեք ավելի շատ շփվել ձեր ընկերների հետ։
Ոմանք նոր ընկերներ ձեռք կբերեն, նոր մարդիկ կմտնեն ձեր կյանք։ Եթե ձեր գործերը սոցհարթակում դանդաղ էին ընթանում, ոչ ոք չէր գրանցվում, ապա հիմա այդ ամենը առաջ կգնա։ Հնարավոր է ստանաք որևէ հրավերք, ինչ-որ մարդկանց հետ համագործակցելու համար կամ որևէ խումբ, որտեղ շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ։ Կունենաք հաղթանակ, հաջողություն ինչ-որ հարցերում։ Այն հարցերում, որտեղ ոչինչ առաջ չէր գնում։ Հաղթանակ կարող եք տանել այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Ոմանք կարող են թռիչք ունենալ այդ օրերին։ Ձեր ցանկությունները կկատարվեն հատկապես, եթե դա կապված է սոցիալական փաստաթղթերի հետ։ Ոմանք կարող են հանդիպել իրենց դասարանցիների կամ ընկերների հետ։ Եվ շատ լավ ժամանակ կանցկացնեք որևէ մեծ կոլեկտիվում։ Ոմանք էլ կծանոթանան ինտերնետի միջոցով իրենց երկրորդ կեսի հետ։ Եթե ցանկանում եք որևէ տեղում ելույթ ունենալ կամ երգել, ապա հիանալի է այդ օրը։ Շատ լավ ժամանակ է կենցաղային տեխնիկա գնելու համար։ 11-րդ տունը դա նաև երազանքների իրականացման տունն է, այնպես որ պահեք այդ օրը ձեր նվիրական ցանկությունը եւ այն անպայման կիրականանա։ Հարգելի ջրհոսներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 10-րդ տանը։ Նորալուսինը 10-րդ տանը դա շատ հզոր էներգիա է ձեր կարիերայի կարգավիճակի փոփոխման համար։ Նոյեմբերի 20-ից հետո ոմանց մոտ կարող է փոխվել իրենց կարգավիճակը։ Ոմանք կարող են ամուսնանալ, երեխա ունենալ, նոր պաշտոն ստանալ, բացել նոր բիզնես կամ գնալ թոշակի։ Ոմանք էլ կարող են բաժանվել եւ նոր կյանք սկսել։ Կոլեկտիվում ձեր հեղինակությունը կբարձրանա։ Ոմանք կարող են որևէ փաստաթուղթ ստանալ օտար երկրում ապրելու համար եւ եւս այդպես էլ փոխվի ձեր կարգավիճակը։ Ոմանց կկանչեն աշխատանքի կամ որևէ նոր առաջարկ կստանաք աշխատանքի վերաբերյալ։ Եթե ձեզ մոտ այդ հարցում ամեն ինչ կանգնած էր, ապա հիմա ամեն ինչ առաջ կգնա։ Կունենաք հնարավորություն խոսել եւ պայմանավորվել այն մարդկանց հետ, ում հետ աշխատում եք, եւ իշահ ձեզ եւ ձեր պայմաններով։ Կլինեն շատ մարդիկ, ովքեր մեծ հաճույքով ձեզ կօգնեն եւ կաջակցեն։ Կարող եք ստորագրել շատ կարևոր իրավաբանական փաստաթուղթ։ Ոմանք կարող են տեղափոխվել ուրիշ բնակարան կամ քաղաք եւ այդպիսով կփոխվի ձեր կարգավիճակը։ 10-րդ տունը դա հաղթանակի տունն է, հնարավոր է հաղթեք որևէ մրցույթում, քննություններում եւ այլն։ Կարող եք գնել նոր բնակարան կամ տեղափոխվել ավելի մեծ տուն կամ նաեւ գնեք եւ մեծ տուն եւ նաեւ տարածք։ Հարգելի ձկներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Եթե այդ օրերին որևէ իրեր կցանկանաք պատվիրել, ապա երկար մտածեք եւ ուշադիր եղեք, որպեսզի սխալներ չանեք։ Ոմանք քննություններ կհանձնեն, կստանան դիպլոմ, ոմանք կգնան ճամփորդության, առաջ կգնան դատական գործընթացները, ոմանք կսկսեն օտար լեզուներ սովորել, սեմինարների հաճախել, ոմանք էլ կարող են ցուցադրության մասնակցել կամ դուք ստեղծեք կամ գնաք։ Որոշ ձկներ զբաղված կլինեն իրենց սոցիալական կյանքով եւ առաջ կտանեն այն։ Կծանոթանաք օտար երկրացու հետ եւ որևէ հաճելի պահեր կարող են մտնել ձեր կյանք։ Ովքեր սպասում են իրավաբանական փաստաթղթերի, դատական գործընթացների հետ կապված փաստաթղթերի, քաղաքացիության եւ այլն, ապա այս ամսին հնարավոր են պատասխաններ ստանաք։ Ինձ թվում է ավելի շուտ դեկտեմբերի սկիզբ։ Դուք շատ արագ կստանաք ձեր ցանկացածը։ Կարող եք սկսել ակտիվորեն զբաղվել որևէ փաստաթղթով, դատական գործերը առաջ կգնան։ Եթե սովորում եք, պարապում եք որևէ մասնագետի հետ, ապա նոյեմբերի 20-ից հետո ավելի հավեսով կգնաք դասընթացների։ Նաև ոմանք էլ կցանկանան սովորել։ Ոմանք թոռ կունենան կամ ծոր կամ կիմանաք, որ ձեր երեխան հղի է։ Ոմանք կարող են վիզա ստանալ օտար երկիր մեկնելու համար, կամ կարող եք նաև փոխել որևէ փաստաթուղթ կապված օտար երկրի հետ։ Ամեն ինչ կստացվի ձեզ մոտ։ Հնարավոր է տեղավորվեք որևէ օտար երկրյա կազմակերպությունում աշխատելու համար կամ սկսեք սովորել օտար լեզուներ։ Ոմանք կծանոթանան օտար երկրացու հետ, ճամփորդություն օտար երկիր, ոմանք կարող է ծանոթանան եւ երկրորդ անգամ ամուսնանան։ Եթե դուք վաղուց չեք տեսել ձեր թոռներին, ապա հնարավոր է այցելեն ձեզ։ Եթե ցանկանում եք բարձրագույն կրթություն ստանալ, կարող եք դիմել կամ փաստաթղթերը հանձնել։ Ոմանք էլ կարող են բացել իրենց սեփական դպրոցը կամ դուք կսկսեք դասավանդել։
Կհանդիպեք լավագույն մասնագետի հետ, եթե փնտրում եք։ Այն ձկների համար լավ կլինի, ովքեր դասեր են տալիս, սովորում են և ովքեր գրում են։ Այսքանը սիրելիներս, թող այս նորալուսինը բոլորի կյանք բերի միայն լավագույնը։